Представительство Россотрудничества в Армении осуществляет проект под названием «Русские в Армении». Сегодня мы с вами находимся в самой южной точке Армении, на границе с Ираном. За мной вот эти горы, это уже Иран, река Аракс, а мы с вами находимся в городе Мегри. Сегодняшняя наша встреча посвящена многовековой дружбе армянского и русского народа, о доблестном воинском пути русских солдат на территории Мегринского района, о чем нам более подробно расскажет историк, краевед Айра Айрапетян. Айра, добрый день. Спасибо, что согласились принять участие в нашем проекте. Расскажите, пожалуйста, вот исторические некоторые справки, факты. Пожалуйста. Բարև սիրելի Անդրանիկ, ես իհարկե շատ շոյված եմ, որ Մեղրի տարածքը ընտրել եք հայ-ռուսական բարեկամության խորհրդանշական տարածք եւ դա պայմանավորված է նրանով, որ հենց Մեղրիում հաստատվելով Ռուսաստանը հենվեց ունեցավ մի հենակետ Անդրկովկասում իր ազդեցությունը հաստատելու եւ Անդրկովկասի ժողովուրդների հետ բարեկամությունը շարունակելու համար։ Հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը սկսվում է դեռևս 18-րդ դարից։ Այն ժամանակ ռուս-թուրքական, ռուս-պարսկական, պարսկա-թուրքական ազդեցությունը մտահոգ էր Մեղրու տարածաշրջանում հաստատվելու համար։ Տարիներ պահանջվեցին, դարեր պահանջվեցին ռուսական կայսրությունից Անդրկովկասում հաստատվելու համար։ Դրա վերջակետը եղան ռուս-պարսկական երկու պատերազմները, որոնք տեղի ունեցան 1804, 1813 եւ 1826-1828 թվականներին։ Առավել հիշարժան է այս երկու պատերազմներից առաջին ռուս-պարսկական պատերազմը։ Ինչու? Որովհետև այդ ժամանակ Պարսկաստանի ազդեցությունը Մեղրու տարածաշրջանում բավական հզոր էր եւ Պարսից գահաժառանգ Աբբաս Միրզան ջանք չէր խնայում Մեղրին ամրապնդելու համար։ Ինչու՞մ է կայանում Մեղրու կարևորությունը ռուս-պարսկական հարաբերությունների քաղաքական դաշտում։ Բանը կայանում էր նրանում, որ Մեղրին այն միջանցքն էր հանդիսանում, որը տանում էր ուղիներ դեպի Ղարաբաղ, որը բերում էր ուղիներ դեպի Թավրիզ, եւ Թավրիզը հենց Աբբաս Միրզայի հենակետն էր հանդիսանում տարածաշրջանին իշխելու համար։ 1809 թվականին Ղարաբաղի զորահրամանատար էր նշանակվել Ստեփան Կոտլյարևսկին։ Նրան հանձնարարվում է գեներալ Տոմասովի կողմից շտաբ հասնել Մեղրի, կասեցնել Աբբաս Միրզայի արշավանքը Մեղրու գրավում։ Կոտլյարևսկուն էր հանձնարարված պարսիկներից խլելու Մեղրին։ Դժվար էր Կոտլյարևսկու համար Մեղրին գրավելը։ Երկու միջանցքները զինված էին, ամրացված էին պարսկական կայազորների կողմից։ Մտնել Մեղրի գրեթե անհնարին էր։ Եվ հենց այստեղ է, որ Կոտլյարևսկու ռազմարվեստը խոսեց։ Ուրեմն երբ Կոտլյարևսկին հանձնարարություն ստացավ ներխուժել եւ գրավել Մեղրին, նրա համալուր դժվարություններ էին առաջացել։ Մեղրու երկու անցքերը զբաղեցված էին պարսկական կայազորների կողմից։ Հարավից մտնել Մեղրի հնարավոր չէր։ Դրա համար Կոտլյարևսկին որոշեց շրջանցել Մեղրին հյուսիս-արևելքից, հասնել Մեղրու հյուսիսը դեպի Գյունեի արևելքի տարածք եւ այնտեղից իր 450 հոգանոց զորաջոկատը բաժանել 3 մասի ու հանկարծակի գրոհով գրավել Մեղրին։ Նա նշանավոր զորահրամանատարների 150-ական էգերական խմբեր տվեց։ Նրանցից մեկը Դյակոնովն էր, նա պետք է արշավեր ուղիղ Մեղրի եւ Աբուլ Ֆետիխ խանի զորքերին Մեղրու հյուսիս-արևմուտքից հարված էր։ Մյուս զորաբաժինը կապիտան Աբխազովի հրամանատարությամբ Մեղրի գետի հովտով պետք է արշավեր Մեղրին։ Նրան հանձնարարված էր Խափուսիկ հարձակում ձեռնարկել, ուշադրությունը շեղել պարսկական զորահրամանատարի, որպեսզի Կոտլյարևսկին կարողանա հարձակվել Դյակոնովի հետ միասին Մեղրու բերդում տեղակայված Աբուլ Ֆետիխ խանի զորամիավորումների վրա։ Պարսկական զորքերը համալրում էին ստանում Շահ Աբբաս Միրզայից։ Այդ ժամանակ Կոտլյարևսկին որոշեց շարժվել փոքր թաղի տարածքով, հասնել փոքր թաղի սղնախը, Սարբետ լեռնանցքով, դեմն առնել
մյուս խանի, որը ոչ պակաս հզոր զորամիավորումով շուրջ 2000-անոց պարսկական զորքով բանակել էր Մեղրիից դեպի արևմուտք մի զորաբաժնում, որը կոչվում էր Սերբետ կամ Մեղրու Սղնաղ։ 1813 թվականի հունիսի 14-ին սկսվում է Մեղրու գրոհը։ Կոտլարևսկին դա շատ լավ էր գիտակցում։ Լավ են գիտակցում նաև Մեղրին պաշարած պարսիկները։ Նրանք մտածմունքի մեջ էին, որովհետև գիտակցում էին Մեղրին իրենց ազդեցության տակից դուրս բերելու վտանգի մասին։ Դարերի ընթացքում պարսկական լուծը իրենց ուսերին կրած մեղրեցիները հուսառատ էին ռուսական զորքերի ներխուժման հանդեպ։ Վերջապես կայացել պարսկական լծից։ Նրանք տարիների վեր հալածվել էին, այդ պատճառով էլ նրանք աջակցում էին ռուսներին եւ առանց մեղրեցիների աջակցության կարելի է ասել ռուսական զորքը հաջողության հասնել չէր կարող։ Պարսիկները գիտակցում էին, որ ի վերջո եկել այն պահը, որ զրկվելու են Մեղրու ամրակուր ամրոցից։ Այդ պատճառով Մեղրու բերդերը ամրապնդելու, ամրակայելու, զրատեխնիկա օգտագործելու համար հրավիրել էին այստեղ անգլիացիներին։ Ֆրանսիացիներին փոխարինած անգլիացի զորապետները, ռազմական գործի վարպետները օգնել էին պարսիկներին ամրացնելու, վերաշինելու Մեղրու աշտարակները հրակնատների օգտագործման համար։ Հունիսի 28-ին Մեղրին արդեն ազատագրված էր։ Մինչև 1813 թվականի սեպտեմբերի 22-ը Կոտլարևսկին մնաց Մեղրիում։ Այնուհետև հրահանգստացավ հեռանալու դեպի Ախալցխա, որտեղ պետք է իրականացնել այդ բերդի ազատագրումը։ Կոտլարևսկու հեռանալուց հետո այստեղ թողնվեց 100,000-անոց ռուսական ջուկատը եւ հիմնվեց ռուսական կայազորը։